Հանցավոր խումբը ստեղծել է 10,000 եւ ավել ներդրողներով ֆինանսական բուրգ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի դրամական եւ գույքային միջոցներ։ Իրավապահներին հաջողվել է բացահայտել խմբի անդամների ոչ իրավաչափ եղանակով գործող ֆինանսական համակարգում կատարված գործողությունների շղթան։ Ենթադրյալ ֆինանսական բուրգի համակարգողները ներդրումային հոսքերն ակտիվացնելու նպատակով սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են տարածել, որ կազմակերպության պայմանական միավորի փոխարժեքն աճելու է, սակայն նոր ներդրումային հոսք ապահովելուց հետո կտրուկ փոխել են նախկինում խոստացված պայմանները եւ մի քանի 100 անգամ նվազեցրել են, փոշիացնելով ներդրողների դրամական միջոցները։ 2019 թվականին երիտասարդները հիմնել են OneCard ընկերությունը, որի շրջանակներում Android եւ iOS գործավարական համակարգերով աշխատող OneCard անվանումով բջջային հավելվածի, ինչպես նաեւ սոցիալական կայքերի միջոցով գովազդվել են տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջարկվող ապրանքներ եւ ծառայություններ։ Բջջային հավելվածի օգտատերերին հնարավորություն է տրվել փոխանցումներ կատարել համակարգում գեներացված հաշիվների միջև, ինչպես նաեւ կարողացել են ենթադրյալ հանցանք կատարած անձանց կողմից կառավարվող հաշիվներից գումարներ մուտքագրել եւ կանխիկացնել վճարահաշվարկային համակարգի, բանկային քարտերի, էլեկտրոնային դրամապանակի եւ կրիպտոարժույթի միջոցով, որի ընթացքում յուրաքանչյուր գործարքի համար ծրագրային հավելվածի շահառուից գանձվել է շրջանառվող գումարից 8-ից 16%-ը առանց համապատասխան լիցենզիայի, գեներացնելով եւ շրջանառության մեջ դնելով 2 դրամ փոխարժեքով Crypto One անվանումով էլեկտրոնային արժույթը։ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության 5 քաղաքացիների նախաձեռնությամբ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու պատրվակով հիմնադրվել է OneCard ՍՊ ընկերությունը եւ ստեղծվել է համանուն ծրագրային հավելվածը, որն աշխատել է Android եւ iOS ծրագրային հավելվածների միջոցով։ Նշված ծրագրային հավելվածն իր արտաքին տեսքով նման է եղել վճարահաշվարկային համակարգերի ծրագրային հավելվածներին, որում հաշվառված են եղել Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները, ինչպես նաև ներգրավել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, մի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացիներին հնարավորություն ընձեռնելով իրացնելու իրենց ծառայությունները կամ ապրանքները, իսկ քաղաքացիներին պայմանականորեն հնարավորություն ընձեռնելով շահավետ եղանակներով գնումներ կատարել եւ ստանալ համապատասխան գնումներից ստանալ որոշակի տոկոսով քեշբեքեր, որը գեներացվել է ծրագրային հավելվածի, նշված ծրագրային հավելվածի բալանսին համապատասխան պայմանական միավորների ձևով։ Նշված պայմանական միավորները ֆինանսական բուրգի համակարգողների կողմից ավելացել են օրական եւս 1%-ի չափով, որը իրենից ենթադրել է կամ պարունակել է հատկանիշներ ֆինանսական բուրգի վերաբերյալ։ Խմբի անդամները ոչ իրավական եղանակով գործող ֆինանսական համակարգում գովազդային արշավի միջոցով Crypto One էլեկտրոնային արժույթը ներկայացրել են որպես իրական ներդրումային հնարավորություն, օրական 1% շահույթի խոստումով։ 2020 թվականի ընթացքում համապատասխան չափով ծավալով մարտիկ ներգրավելուց հետո, ինչպես նաև ծրագրային հավելվածին եւ կազմակերպությունը հանրային հնչեղություն տալուց հետո ֆինանսական բուրգի համակարգողների կողմից փոփոխվել են որոշակի պայմաններ, համաձայն որոնց նշված պայմանական միավորները փոխարկել են դարձրել ծրագրային հավելվածում հաշվառված օգտատերերի միջև։ Այսինքն պայմանական միավորներին տրվել է կոնվերտացնելու, փոխարկելի դարձնելու հնարավորություն։ Այսպիսով հանցավոր խմբի կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունքում ձևավորվել է 10,000 եւ ավելի ներդրողների մասնակցությամբ գործող ֆինանսական բուրգ, որում ներգրավել է առանձնապես խոշոր չափերի առնվազն 100 միլիոն դրամին համարժեք դրամական եւ գույքային միջոցներ։ 2021 թվականից արդեն ձևավորվել է համապատասխան ներդրումային միջավայր այն հանգամանքներում, որով արդեն ծրագրային հավելվածում հաշվառված ներդրողներին, պայմանական ներդրողներին հնարավորություն է տվել պայմանական միավորները ձեռք բերել սովորական գնման եղանակով տարբեր վճարահաշվարկային միջոցների օգտագործմամբ, օրինակ վիզա քարտերի օգտագործմամբ, թելցել վճարային հաշվարկային համակարգի միջոցով
կրիպտոարժույթով եւ այլն։ Ենթադրյալ ֆինանսական բուրգի համակարգողները ներդրումային հոսքերը առավել ակտիվացնելու նպատակով սոցիալական ցանցերում հաղորդագրություն են տարածել այն մասին, որ կազմակերպության պայմանական միավորի փոխարժեքը 2 դրամից աճելու է մինչև 3 դրամ։ Սակայն նոր ներդրումային հոսք ապահովելուց եւ ստացված գույքային միջոցներին փաստացի տիրանալուց հետո կտրուկ փոխել են նախկինում խոստացված պայմանները եւ մի քանի 100 անգամով նվազեցրել են քրոն պայմանական անվանումով միավորի փոխարժեքը, զրոյացնելով ներդրում կատարած բազմաթիվ անձանց ֆինանսական միջոցները։ Նշված հանգամանքը գումարային ներդրումների պայմաններում եւ առանց սահմանափակման ներդրումների պայմաններում եղել է շահավետ առաջարկ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ ցանկացած քաղաքացու համար, որը ծրագրային հավելվածում եւ ֆինանսական համակարգում ոչ իրավաչափ եղանակով գործող ֆինանսական համակարգում ապահովել է բազմաթիվ քաղաքացիների, շուրջ առնվազն 10,000 քաղաքացիների ներհոսք 100 միլիոն դրամի չափով ներդրում։ 2022 թվականից ֆինանսական բուրգի համակարգողների կողմից ել ավելի ակտիվացնելու նպատակով հոսքերը պայմանական միավորի արժեքը ՀՀ 1 դրամից բարձրացել են ՀՀ 2 դրամ, ինչպես նաև հետագայում քրեական վարույթ հարուցելուց հետո հաղորդագրություններ են տարածել համապատասխան սոցիալական ցանցերի, ինչպես նաև հուշ հաղորդագրությունների միջոցով, ծրագրային հավելվածի հուշ հաղորդագրությունների միջոցով, որ օֆերտայի պայմանագրով նախատեսված արժեքը բարձրանալու է մինչև 3 ՀՀ դրամի չափով, որը խոստացել է առավել շահույթներ պոտենցիալ ներդրողների համար։ Վերջիներիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Դրանից հետո քրեական վարույթ հարուցելու եւ քրեական հետապնդումներ հարուցելու պայմաններում ֆինանսական բուրգի համակարգողների կողմից հաղորդագրություններ է տարածվել եւ օֆերտայի պայմանագրով նախատեսված պայմաններին հակառակ արհեստականորեն նվազեցվել է պայմանական արժույթի արժեքը, որով ավելի քան 10,000 ներդրողների կողմից ներդրված գումարը փոշիացվել եւ զրոյացվել է։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։